ԱՄՆ-ն նախատեսում է Պենտագոնի բյուջեից կլորիկ գումար փոխանցել Ուկրաինային։ Կալիֆոռնիայում եւ հատկապես Լոս Անջելեսում խոշոր վթարներ են տեղի ունեցել։ Դեպքերի կադրերն ու մանրամասների մասին կպատմեմ քաղաքական նորություններից հետո։ Ամերիկյան լրատվականները քննարկում են Նյու Յորք քաղաքի ապագան ու Մամդանի քաղաքապետ դառնալու մանրամասները։ Ձեզ համար առանձնացրել ենք ամենահետաքրքիր հատվածները։ Այս բլոգ հավելվածի հիմնադիրը դատի է տվել Apple-ին։ ԱՄՆ-ից արտաքսվել են իրանցիները, նրանց ապագան մեղմ ասած անորոշ է մնում։ Netflix, Paramount Global և Warner Bros. Discovery անսպասելի շրջադարձներ այս մեծ կազմակերպությունների մոտալուտ ապագայի վերաբերյալ։ Ինչպես նաև այսօրվա եթերում մեզ սպասվում է կարևոր վիճակագրական անդրադարձ ԱՄՆ-ի ամենահարուստ և ամենաաղքատ նահանգների մասին։ Կթվեմ ինչի արդյունքում և ինչ թվերի մասին է խոսքը։ Այնպես որ մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Բարև ձեզ։ Դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և այսօր ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների և նորությունների մասին։ Ձեր կողմից ցուցաբերած ակտիվությունը իսկապես օգնում է մեզ։ Չմոռանաք նաև մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Հաղորդումը սկսենք Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական դաշտի վերաբերյալ տեղեկություններով։ ԱՄՆ Պենտագոնի նոր պաշտոնական բյուջեի նախագծով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել տարեկան $400 միլիոն։ Այս փաթեթը ներառում է զենք զինամթերք, պաշտպանական համակարգեր, կապի միջոցներ և ուկրաինացի զինվորականների պատրաստվածության շարունակական աջակցություն։ Փաստաթուղթը դեռ պետք է քննարկվի և հաստատվելու համար ներկայացվի Կոնգրեսին։ Բյուջեի նախագծում հատուկ ընդգծվում է, որ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել աջակցման արդյունքների և ընթացքի մասին, ինչը բխում է Վաշինգտոնի ավելի խիստ վերահսկողական մոտեցումից։ Բացի այդ, ցանկացած պահի հետախուզական տվյալների փոխանցման դադարեցումը պետք է շտապ հաղորդվի օրենսդիրներին։ Քաղաքական դիտարկմամբ այս գումարը համեմատաբար փոքր է Ուկրաինայի լայնածավալ պաշտպանական կարիքների համեմատ, սակայն ամերիկացի պաշտոնյաները այն ներկայացնում են որպես շարունակական աջակցության նշան, որը ամրապնդում է Վաշինգտոն-Կիև ռազմական համագործակցությունը ավելի հստակ պայմաններով և վերահսկողությամբ։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը նախատեսում է ամերիկացի ֆերմերներին $12 միլիարդ ֆինանսական աջակցություն տալ։ Հայտարարությունը նախատեսվում է անել Սպիտակ տանը կայանալիք կլոր սեղանի հանդիպման ընթացքում։ Թրամփը ֆինանսների նախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ միասին կքննարկի ֆերմերների ներկայիս խնդիրները և սպասվող աջակցության մեխանիզմները։ Աջակցման այս փաթեթն ընթանում է Վաշինգտոնի և Պեկինի միջև մեղմացվող լարվածությանը համընթաց։ Չինական կողմից արձանագրվել է ամերիկյան սոյայի գնաճ։ Նշեմ նաև, որ նոյեմբերի վերջին Պեկինը ԱՄՆ-ից կատարել էր վերջին 2 տարվա սոյայի ամենամեծ գնումը։ Չնայած նրան, որ Չինաստանը դեռևս չի հասել ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսված 12 միլիոն տոննա սոյա ներմուծելու իր պարտավորությանը, այնուամենայնիվ ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ գործընթացը ընթանում է կատարյալ տեմպով և Չինաստանը կկատարի գործարքի բոլոր կետերը մինչև վերջ։ Կալիֆոռնիայի Ռիալտո քաղաքում ամրացված տեսախցիկը մեծ ավտովթար է ֆիքսել։ Բեռնատար մեքենան կամրջից դուրս է եկել և ընկել 210 մայրուղու վրա։ Ոստիկանների խոսքով սպիտակ Ֆորդի վարորդը անսպասելի շեղվել է ճանապարհից, անցել հողատարածքով, կոտրել երկաթե ցանկապատը և օդ բարձրանալով դուրս ցատկել կամրջից։ Բեռնատարը ընկել է մայրուղու քարփուլ գոտու վրա, այնուհետև դրան բախվել է մեկ այլ մեքենա, հարվածից 2 մեքենաներն էլ կողաշրջվել են։ Վթարի մասնակից 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։ Նախնական տվյալներով ոչ ալկոհոլը, ոչ թմրամիջոցները միջադեպում դեր չեն խաղացել, սակայն վարորդի շեղման պատճառը դեռևս ուսումնասիրվում է։ Վթարից հետո մայրուղու 2 ուղղություններն էլ ժամանակավորապես փակվել են և երթևեկությունը վերականգնվել է մոտ 4 ժամ անց։ Ոստիկանությունը խնդրում է ականատեսներին կամ տեսագրություն ունեցողներին կապ հաստատել Ռիալտոյի ոստիկանության հետ։ Շարունակելով ավտոպատահարների թեման, նշեմ, որ ևս մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Լոս Անջելեսում խոտո բեռնված բեռնատարի վրա 405-101 մայրուղիների հանգույցում հրդեհ է բռնկվել, ամբողջությամբ կանգնեցնելով երթևեկությունը։ Հրդեհի հետևանքով փակվել են մայրուղի տանող ճանապարհները, իսկ օդից նկարահանված կադրերում երևում է ամբողջովին այրված բեռնատարը և հետևանքները։
Հրշեջներն ու Լոս Անջելեսի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ մաքրման եւ անվտանգության աշխատանքներ են իրականացրել։ Հայտարարվել է, որ 405-ից 101 տանող ճանապարհային միացված հատվածն իր երկու ուղղություններով երկար ժամանակ փակ կմնա։ Թեև օդային տեսադիտարկմամբ 405-ի հիմնական երթևեկությունը շարունակվում էր, բնականաբար խոշոր խցանումներ էին ձևավորվել։ Վերաբացման ժամանակացույցը պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ Այժմ եկեք խոսենք այն մասին, թե ինչպես Մամդանին դարձավ Նյու Յորքի քաղաքապետ։ Երբևէ մտածել եք, թե որն է հաղթանակի գրավականը։ Զոհրան Մամդանի դաշտային ակտիվ արշավը, որը հիմնված էր տնից տուն այցելությունների եւ ընտրողների հետ անմիջական շփման վրա, դարձել է նրա հաղթանակի հիմնական գործոնը։ Մամդանին հաղթել է մոտ 9%-ային առավելությամբ, կիրառելով անձնական զրույցների եւ տեղական համայնքներին ուղղված ուղիղ աշխատանքի մոդելը։ Արշավը նպատակ ուներ ներգրավելու ոչ միայն ավանդաբար դեմոկրատական շրջանները, այլ նաև աֆրոամերիկյան մեծամասնությամբ թաղամասերը եւ այն ընտրողներին, ովքեր 2024-ին քվեարկել էին Թրամփի օգտին։ Կամավորներին թույլատրվում էր նկարագրել իրենց սեփական պատմությունները բացատրելով, թե ինչու են աջակցում Մամդանիին։ Ըստ պաշտոնական տվյալների, արշավը ավելի քան 100,000 կամավոր է մասնակցել։ Իրականացվել է 3.1 միլիոն տնից տուն այց, 4.6 միլիոն զանգ եւ 2.7 միլիոն հաղորդագրություն։ Նյու Յորքը նման մասշտաբի դաշտային ծրագիր դեռ չէր տեսել, հայտարարել է Մամդանին։ Նյու Յորքի ապագայի եւ քաղաքապետի խոստումների վերաբերյալ մի քանի հետաքրքիր նորություններ կան, որոնց կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ։ Իսկ այժմ պատմեմ այն մասին, որ այս բլոգ հավելվածի հեղինակը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության մի շարք գործակալների դեմ, պնդելով, որ նրանք քաղաքական ճնշում են գործադրել Apple ընկերության վրա, որպեսզի իր հավելվածը հանվի App Store-ից։ Հավելվածը հնարավորություն էր տալիս օգտատերերին իրական ժամանակում տեղեկանալ այս աշխատակիցների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև գործողությունների ահազանգերի մասին։ Apple-ը հոկտեմբերին հանել էր այս բլոկը, հիմնավորելով, որ հավելվածը վտանգի տակ է դնում այս գործակալների անվտանգությունն ու զբաղվածությունը։ Սակայն հեղինակը դատարանում պնդում է, որ այս քայլը խախտել է օգտատերերի խոսքի ազատությունը եւ որ խնդիրը ոչ թե տեխնիկական կամ անվտանգության բնույթ է կրում, այլ քաղաքական։ Վերադառնանք Նյու Յորքի նոր քաղաքապետի բարեփոխումներին։ Մամդանին պաշտոնը կստանձնի հունվարի 1-ին եւ նրա առաջին խոստումը նախատեսում է, որ քաղաքում ավտոբուսներով երթևեկությունն ամբողջությամբ անվճար է դառնալու։ Այս նախաձեռնության համար կպահանջվի մինչեւ $800 միլիոն։ Ավելի ծախսատար, բայց ոչ պակաս կարևոր ծրագրերից մեկն այն է, որ քաղաքապետը ցանկանում է մանկապարտեզները անվճար դարձնել։ Այս նախագիծը կարող է $6 միլիարդ արժենալ։ Այս ծախսերը քաղաքապետարանի նոր վարչակազմը մտադիր է փոխհատուցել տարեկան ավելի քան $1 միլիոն եկամուտ ունեցող նյույորքցիների համար հարկի բարձրացմամբ, որը կկազմի հավելյալ մոտ 2%։ Սակայն եթե այդ խումբը որոշի լքել քաղաքը կամ նվազեցնի եկամուտը, ծրագիրը կարող է կորցնել ֆինանսական հիմքը։ Դոնալդ Թրամփը թույլատրել է Nvidia ընկերությանը արտահանել իր H200 արհեստական բանականության չիպերը դեպի Չինաստան, այն պայմանով, որ Միացյալ Նահանգները ստանա վաճառքից 25% շահույթ։ Թրամփը ընդգծել է, որ այս քայլը նպատակ ունի պահպանել ամերիկյան աշխատատեղերը, ամրապնդել տեխնոլոգիական արդյունաբերությունը եւ ապահովել լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար։ Միաժամանակ նշվել է, որ ավելի հզոր եւ նոր սերնդի AI չիպերը, որոնք պատկանում են Blackwell եւ Rubin մոդելներին, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով դեպի արտասահման ուղարկվելու թույլտվություն չեն ստացել։ Ներկայացված պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում միայն նախապես հաստատված չինացի գնորդների համար եւ ներառում է բացառապես H200 մոդելը։ Լրատվամիջոցների հաղորդման որոշման հրապարակումից հետո Nvidia-ի բաժնետոմսերը աճել են շուրջ 2%-ով։ Այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը թաքնված է Ամերիկայի փայլող դեմքի հետևում։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսություններից է, բայց երկրի ներսում տնտեսական տարբերությունները երբեք այսքան մեծ չեն եղել։ Որոշ նահանգներ զարգանում են աննախադեպ արագությամբ, դառնալով հսկայական տեխնոլոգիական ու ֆինանսական կենտրոններ, մինչդեռ մյուսները պայքարում են աղքատության, աշխատատեղերի պակասի եւ բնակչության նվազման դեմ։
ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգները հզոր են բարձր եկամուտ ապահովող ոլորտների շնորհիվ՝ ֆինանսներ, կենսատեխնոլոգիաներ, ՏՏ հսկաներ, ինչպես նաև նավթային արդյունաբերություն։ Այդտեղ աշխատողները միջինում ունեն ավելի բարձր աշխատավարձ, իսկ նահանգի բյուջեն ավելի կայուն եկամուտներ։ Հիմա ներկայացնեմ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի տվյալներով ամենահարուստ եւ աղքատ տնտեսությունները։ Դրան շարքում են Քնեկտիկուտը մոտավորապես $97,000, այնուհետև Մասաչուսեթսը $96,000, Նյու Յորք $92,000, Ալյասկա $90,000 եւ Կալիֆոռնիա $89,000։ Իսկ ամենաաղքատների տնտեսությունները կախված են սահմանափակ եւ հաճախ ցածր վարձատրվող ոլորտներից՝ գյուղատնտեսություն, մաքուր հումքային արդյունաբերություն եւ պետական աջակցություն։ Աշխատունակ երիտասարդները հաճախ հեռանում են որոնելով ավելի լավ եկամուտներ։ Ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի տվյալներով այդ նահանգներն են Միսիսիփին $46,000, Արկանզասը $49,000, այնուհետև Վեսթ Վիրջինիան $51,000, Ալաբաման $52,000 եւ Նյու Մեքսիկոն $53,000։ Այս թվերը միայն տնտեսության մասին չեն, դրանք պատմում են մարդկանց կյանքի որակի, կրթության, հասանելիության, առողջապահական ծառայությունների եւ սոցիալական հնարավորությունների մասին։ Այն նահանգներում, որտեղ եկամուտները բարձր են, բնակչությունը որպես կանոն ավելի առողջ է, ավելի կրթված եւ ունի ավելի երկար միջին կյանքի տևողություն։ Ամերիկայում աղքատության մակարդակն ունի զգալի տարածքային տարբերություններ, պայմանավորված սահմանափակ աշխատատեղերով եւ ցածր վարձատրվող ոլորտներով։ Հարավային նահանգներում աղքատությունը մնում է ամենաբարձր մակարդակի վրա։ Միսիսիփին, Լուիզիանան եւ Վեսթ Վիրջինիան ունեն երկրի ամենաբարձր սոցիալական ռիսկերից մեկը։ Միսիսիփին 18,7%-ով, Լուիզիանան 17,2%-ով, իսկ Վեսթ Վիրջինիան 17%-ով։ Ի հակադրություն զարգացած ենթակառուցվածքների, բարձր վարձատրվող մասնագիտությունների եւ ամուր սոցիալական ապահովության շնորհիվ Նյու Հեմփշիրը, Յուտան եւ Մինեսոտան ապահովում են երկրի ամենացածր աղքատության ցուցանիշները։ Նյու Հեմփշիրը 7,2%-ով, Յուտան 8,4%-ով եւ Մինեսոտան 9%-ով։ Եզրակացությունն անհերքելի է։ Ամերիկայի փայլող եւ չնկատվող կողմերը ապրում են կողք կողքի։ Մի նահանգում մարդիկ ստեղծում են բարձր տեխնոլոգիաների ապագան, իսկ մյուսում պայքարում են ամենօրյա գոյատևման համար։ Տնտեսական այս անհամաչափ զարգացումը ոչ միայն ազդում է մարդկանց բարեկեցության վրա, այլ նաեւ ձևավորում է երկրի քաղաքական, ժողովրդագրական եւ սոցիալական քարտեզը։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ իրականացվել է ԱՄՆ-ից արտաքսված իրանցիների երկրորդ թռիչքը։ Միևնույն ժամանակ ընթացքի մեջ է հարյուրավոր դատապարտյալների Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձնելու ծրագիրը։ Արտաքսումները տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել։ Արտասահմանում գործող իրավապաշտպանների կարծիքով վերադառնալով Իրան, արտաքսված անձիկ կարող են կանգնել ակտիվ քննադատողների եւ հայտնի ինտելեկտուալների դեմ տարվող մահապատիժների վտանգի դիմաց։ Դաշնային քննչական բյուրոյի տվյալներով 73-ամյա միչիգանցի մի կին, որն այժմ փախուստի մեջ է գտնվում, մոտ $30 միլիոն խարդախության մեջ է կասկածվում։ Ըստ քննիչների 2017-ի հուլիսից մինչև 2018-ի մայիս նա ապօրինաբար Bank of California բանկից վերցրել է մոտ $14,7 միլիոն։ Նույն եղանակով ըստ FBI-ի նա խաբել է նաև այլ ֆինանսական ընկերություններին։ McDonnell ազգանվան կինը ներկայացրել էր իրեն որպես McDonnell Aircraft ընկերության ժառանգ, պնդելով, որ հանդիսանում է $80 միլիոն արժողությամբ գաղտնի հիմնադրամի մի մասի սեփականատեր։ Նշվում է նաև, որ որոշ ժամանակ McDonnell-ը ղեկավարել է Burbank քաղաքում գործող հեռուստաընկերությունը։ Այն բանից հետո, երբ բարձր խաղադրույքներով գնման մրցույթում հաղթողը դարձավ Netflix-ը, Paramount Global-ը սկսել է թշնամական գնման գործընթաց, որպեսզի ձեռք բերի Warner Bros. Discovery-ին։ Ընկերությունը Warner-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց տալիս է $30։ ԱՄՆ արժեթղթերի վերահսկող հանձնաժողովի ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ գործարքի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական հիմնադրամների, ինչպես նաեւ Affinity Partners ներդրումային ընկերության միջոցով, որը ղեկավարում է նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։
Netflix-ը նախորդ շաբաթ համաձայնեց գնել Warner Bros. Կինոստուդիայի եւ հոսքային ծառայությունների մեծ մասը, մեկ բաժնետոմսի համար վճարելով $27.75, սակայն այդ գործարքը չէր ընդգրկում Warner-ին պատկանող հեռուստաալիքները, այդ թվում CNN-ը եւ TNT-ն։ Թեպետ Warner Bros. Discovery տնօրենների խորհուրդը հաստատել է Netflix-ի հետ գործարքը, Paramount-ի ծրագիրը ուղղված է հենց բաժնետերերին եւ կարող է ստիպել վերանայել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին նորությունները։ Ամերիկյան ABC հեռուստաալիքը երկարաձգել է Ջիմի Քիմելի պայմանագիրը, ապահովելով, որ ուշ գիշերային Ջիմի Քիմել Live շոուն եթերում կմնա մինչև 2027 թվականի մայիսը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շոուի հեռարձակումը ժամանակավոր դադարեցվել էր Քիմելի քննադատական մենախոսությունից հետո, որը վերաբերում էր Չարլի Քիրքի սպանության դեպքին։ Դեպքից հետո մի շարք պահպանողական մեդիա ցանցեր հայտարարել էին, որ չեն ցուցադրի տվյալ թողարկումները։ Ֆլորիդայում ոստիկանները բախվել են խնդրի, պատճառը ճանապարհը փակած 4.2 մետրանոց եւ մոտ 272 կիլոգրամ կշռող ալիգատորներ։ Գիշատչին անվտանգ տեղափոխելու համար դեպքի վայր են ժամանել 7 սպա եւ փորձառու թակարդագործներ, որոնց համատեղ ջանքերով է միայն հաջողվել կենդանուն ճանապարհի վրայից հեռացնել։ McDonald's-ի նորտոնական Grinch Meal-ը սոցիալական ցանցերում մեծ հետաքրքրություն է առաջացրել, հանգեցնելով հաճախորդների մեծ հոսքի։ Սահմանափակ ժամանակով մատուցվող այս մենյուն ոգեշնչված է հայտնի Գրինչի կերպարից։ Յուրաքանչյուր պատվերի հետ ընկերությունը նվիրում է զվարճալի գրություններով տոնական գուլպաներ։ Գուլպաները հասանելի են 4 գույներով՝ դեղին, կարմիր, կապույտ եւ կանաչ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։